Ներառական կրթությունը իրականում ի սկզբանե արժեք է եւ կարեւոր նախապայման երեխայի զարգացման եւ սոցիալականացման համար։ Ներառական կրթությունը իրենից ենթադրում է ունենալ հավասար հնարավորություններ բոլորի համար, անկախ երեխայի առանձնահատկությունից, եւ երբ մենք ասում ենք ներառական կրթություն, շատ կարեւոր է հաշվի առնել, որ մենք խոսում ենք ոչ թե երեխայի մասին, ոչ թե դպրոցի մասին, ուսուցչի կամ ծնողի, այլ մենք խոսում ենք համակարգի մասին, թե ինչպիսին է համակարգը, արդյոք ներառող է, թե ոչ։ Եթե խոսենք նրանից, թե ինչ է ներառող համակարգ լինելը, ապա պետք է հաշվի առնենք, որ ներառումը միայն չի նշանակում հրավիրել որևէ երեխայի տարածք եւ չունենալ նրա համար որևէ հարմարեցումներ, բարենպաստ միջավայր, դրական վերաբերմունք։ Եթե մենք այս առանձնահատկությունները չենք ունենում միջավայրում, ապա ուղղակի ասել, որ կրթությունը ներառող է, չենք կարող։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը դեռևս տարիներ առաջ սկսել է իր ռազմավարությունը դեպի լիովին ներառական կրթություն գնալուն, հիշելու համար եւ այսպես արտացոլելու համար ամբողջ պատմությունը շատ կարևոր է, որ ես նաև իմ փորձը կիսեմ, քանի որ 2006-ին, երբ դեռ պիլոտային էին դպրոցները անցնելու համար ներառական կրթության, ես դեռ նոր էի ընդունվել դպրոց եւ կարելի է ասել փորձնական կրթության փուլում հայտնվել էի մի տեղում, մի դպրոցում, որը պիլոտ ներառական կրթություն էր իրականացնում, եւ մենք ունեինք ուսուցիչներ եւ ծնողներ, ովքեր դեռևս չէին պատկերացնում ինչ է ներառական կրթությունը կամ ով է հաշմանդամություն ունեցող երեխան։ Շատ հետաքրքիր է, որ մենք ներառական կրթություն ասելով միայն պատկերացնում ենք սայլակը կամ մտավոր խնդիրը, բայց ինքս ունենալով տեսողության խնդիր, ես օրինակ կարիք ունեի մեծ տառաչափով դասագրքերի հենց ներառվելու համար կամ գրատախտակի այլ մոտեցումներ տեսնելու համար դա եւ այլն, բայց այնպես էր ստացվում, որ կրթության միայն անվանումն էր ներառական եւ այս ամեն ինչը բացակայում էր դպրոցներում։ Իսկ հիմա ետ նայելով արդեն 20 տարի է պետությունը եւ նաեւ հասարակական կազմակերպությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մենք փորձենք փոխել ոչ միայն համակարգի անվանումը, այլև համակարգում ներգրավված մարդկանց եւ ծառայությունների որակը որպես այդպիսին դարձնել ավելի ներառական եւ ներառական կրթություն ասելիս շատ կարեւոր է, որ մենք հասկանանք մի միջավայր, որտեղ մենք կրկին չենք բերելու երեխային եւ առանձնացնենք մի սենյակում կամ չտանք իրեն հարմարեցումներ, այլ ստիպենք հարմարվել երեխային մի միջավայրին, որը իրեն հարմար չէ, այլ տրամադրել այն ամբողջ գործիքակազմը եւ այն վերաբերմունքը, որով ցանկացած երեխա կզգա իրեն լիարժեք եւ հավասար։ Երբ մենք ասում ենք ներառական կրթություն, հաճախ հասկանում ենք հաշմանդամությունը, բայց ներառական կրթությունը կարող է լինել անգամ այլ ազգի երեխայի համար, ով ավելի շատ ջանքեր ունի, ում միջավայրը ավելի շատ ջանքեր ունի ներդնելու, որպեսզի նա ներառվի, այն երեխան, ով կարող է ունենալ օժտված հմտություններ եւ իրեն սովորական դասագիրքը, որը ընդունված է պետական չափորոշիչով, բավարար չլինի սովորելու համար կամ հետաքրքրաշարժ չլինի։ Կարող է լինել հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխան, ում ընդհանրապես պետք լինի հոգեբանի միջամտություն, բայց ոչ ավելին սովորելու համար, եւ հակառակը կարող է լինել ուղղակի երեխա, ով չի լսում եւ իրեն ներառվելու համար պետք լինի ժեստերի լեզվի թարգմանություն։ Այսինքն շատ կարեւոր է, երբ մենք խոսում ենք ներառումից, չֆիքսենք հաշմանդամությունը կամ սայլակը կամ մտավոր խնդիրը, այլ նայենք համակարգային միջավայր, երբ մենք ունենք բոլորի համար ծառայություններ եւ առանձնահատկություններ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր երեխայի իրացնել իր կրթության իրավունքը։ Եվ այս նախապայմանով ներառական կրթություն իրականացնող հաստատությունները շատ կարեւոր է, որ ունենան համընդհանուր դիզայն, այսինքն դա մի միջավայր է, երբ ցանկացած իր եւ ծառայություն հարմար է բոլորին, քանի որ եթե միջավայրը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին, ապա հարմար է ցանկացած մարդու, սա գիտականորեն ապացուցված փաստ է։ Անգամ տարական ծառայությունները եւ աջակցող սարքերը փորձարկվել են եւ պարզ է դարձել, որ հարմար են բոլորին,
Ես կարող եմ չունենալ տեսողության խնդիր, բայց սիրեմ լսել եւ ոչ թե կարդալ, եւ դա չի դարձնում ինձ մարդ, ով որևէ կերպ սահմանափակ հնարավորություններ ունի։ Միևնույն ժամանակ, երբ մենք խոսում ենք ներառական կրթությունից, հասկանում ենք այդ սահմանափակումները, բայց շատ կարևոր է հիշել, որ երեխաները ուղղակի ունեն լսելու, տեսնելու, մտածելու եւ գործելու տարբեր ձևեր, եւ սա մարդկային բազմազանության մի մասն է։ Եվ եթե իր փոքր տարիքում, երբ ինքը կարիք ունի զարգանալու, սոցիալականացվելու, մենք հաշվի չառնենք իր լսելու, մտածելու եւ տեսնելու տարբեր ձևերը, ապա մենք կկորցնենք բազմազան զարգացման հնարավորությունը։ Եվ իհարկե մենք ունենք այս պահին հանրակրթություն, որը ունի հստակ ներառական ռազմավարություն, բայց մենք խնդիրներ ունենք ակադեմիական կրթության մեջ, երբ բուհերը եւ միջին մասնագիտական հաստատությունները դեռևս հարմարեցված չեն եւ միևնույն ժամանակ ներառական չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, հաշմանդամություն ունեցող ուսանողները իրենց գործիքակազմով, իրենց ջանքերով կամ փոքրիկ միջավայրում որևէ բան փոխելով փորձում են իհարկե սովորել, բայց եթե նայենք համակարգային, ապա նրանք դեռևս խտրականացվում եւ դուրս են մնում միջավայրից։ Իսկ կրթությունը բոլորս գիտենք, որ աշխատանքի եւ մարդու անձնային աճի համար հիմնարար հատված է կյանքի եւ հիմնարար իրավունք է, որի չկայացման դեպքում շատ հաճախ սա կարող է բերել եւ խտրականության, եւ մեկուսացման, եւ անձը կարող է իրականում հասնել էկոնոմիկական ճգնաժամի, այսինքն աղքատության շեմն է բարձրանում եւ մեծ մասամբ, երբ խոսում ենք կրթությունից, շատ կարեւոր է, որ մենք հասկանանք ցանկացած կրթություն, դա կլինի ոչ ֆորմալ, ֆորմալ, ինֆորմալ եւ որևէ շերտում եթե մենք բաց ենք թողնում անձին, այսինքն չենք տալիս հնարավորություն ներգրավելու, մենք փաստացի խտրականացնում ենք հաշմանդամությունը։ Իհարկե, այս պահին նաև ներառական կրթության են անցնում դեռևս կրկին պիլոտներով մանկապարտեզները, բայց մենք բոլորս գիտենք, որ այստեղ եւս շատ ջանք եւ շատ ժամանակ կա իրականացնելու, որովհետեւ երեխաները եթե ավելի ներառող են եւ ավելի պատրաստակամ են, ավելի բարի են, նույնը չենք կարող ասել ծնողների եւ ընտանիքների մասին, ովքեր իրազեկման մեծ բաց ունեն եւ կարիք ունեն դեռևս վերաբերմունքային փոփոխությունների, որպեսզի կարողանան ավելի բաց եւ հանդուրժող եւ հավասար վերաբերվեն իրենց երեխայի հասակակիցներին։ Ներառական կրթություն ասելիս նաև շատ կարևոր է հիշել, որ մենք չենք խոսում միայն շենքից, մենք խոսում ենք դասագրքերից եւ ուսուցիչներից եւ այն բոլոր նյութերից, որ երեխաները ձեռք են տալիս կամ շփվում են կրթության ընթացքում եւ փաստացի այս պահին մենք ունենք վերանորոգվող դպրոցներ, որոնք անգամ հիմնարար նորմեր չեն պահում ֆիզիկական մատչելիության մասով։ Եթե ունեն մենք թե քարտակներ, ապա դրանք բավականին անհարմար են եւ վտանգավոր երեխաների համար, իսկ ինչ վերաբերում է լսողության եւ տեսողության խնդիր ունեցող երեխաներին, մենք անգամ չունենք այդ նորմերը եւ նոր կառուցվող դպրոցները անգամ չեն ունենում որևէ հարմարեցումներ իրենց համար։ Եթե խոսենք դասագրքերից, ապա շատ կարևոր է իմանալ, որ դասագրքերի դեպքում մենք կարիք ունենք տարբեր ձևաչափով նյութերի, աուդիո դասագրքերի, easy read ձևաչափով հեշտ ընթերցվող, որոնք կարող են օգնել մտավոր եւ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաներին հասկանալու համար նյութը ավելի պարզ նկարի եւ տեքստի համակցությամբ։ Այսպիսի ձևաչափերի կարիք ունենք, որոնք դեռևս դպրոցներում ներգրաված չեն։ Հայաստանում պատասխանատու է Հանրապետամանկավարժահոգեբանական կենտրոնը իրականացնելու համար ներառական կրթությունը եւ օգնող մասնագետներ տրամադրելու եւ այս կենտրոնը նաեւ ունի տարածքային կենտրոններ ողջ մարզերում եւ Երևանում, սակայն շատ հաճախ մենք ունենում ենք եւ մասնագետների կոմպետենցիայի բացակայություն կամ ժամանակի եւ ռեսուրսի խնդիր, այսինքն մասնագետները չեն կարողանում ծածկել բոլոր երեխաների կարիքները, քանի որ պետք է շրջեն դպրոցներում եւ կարողանան իրենց հատուկ մանկավարժական մոտեցմամբ նաեւ աջակցել ներառական կրթությամբ սովորող երեխաներին։
Միևնույն ժամանակ ուզում եմ մի քիչ էլ խոսենք իրականում էթիկական հատվածից, երբ մենք ասում ենք ներառական երեխա եւ ոչ ներառական կրթություն, եւ այս ներառական երեխան դառնում է պիտակը երեխայի իր ողջ կրթության ընթացքում, կրկին եւ իմ անձնական փորձից եւ այլ հաշմանդամություն ունեցող երեխաներից եւ երիտասարդներից լսելիս, թե ինչքան ենք մենք ցանկանում ներառական կրթություն ունենալ հավասար միջավայր, բայց ինչքան է դպրոցը կրկին առանձնացնում երեխային, օրինակ պիտակավորելով ներառական երեխա։ Շատ կարևոր է հիշել, որ երբ խոսում ենք տերմիններից, ապա ընդհանրապես մենք ունենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, ովքեր, ինչպես սկզբում ասացի, ներգրավում են ներառող միջավայրում, ներառական կրթության մեջ, բայց նրանք չեն դառնում ներառական երեխա, քանի որ սա նոր պիտակ է եւ նոր խարան է առաջացնում երեխայի համար։ Միևնույն ժամանակ մենք գիտենք, որ դպրոցներում շատ տարածված է բուլինգը եւ այս բառերը, ծնողների վերաբերմունքը, մեր տարանջատող հայացքները եւ մեր անբարենպաստ կարծրատիպերը կարող են շատ վատ ազդեցություն ունենալ երեխաների եւ նրանց բուլինգի վրա, քանի որ դրանից հետո շատ երեխաներ ունենում են տարբեր հոգեբանական խնդիրներ, կարիք են ունենում հավելյալ միջամտությունների եւ սա իրոք կարող է խնդիր առաջանալ նոր հոգեկան առողջության խնդրի համար։ Դրա համար մենք շատ հաշմանդամություն ունեցող մարդիկս մենք շատ խրախուսում ենք շատ աշխատել ծնողների հետ, շատ աշխատել երեխաների հետ եւ մեր փորձը ցույց է տալիս, որ երեխաները միշտ ավելի պատրաստ են լինում հավասար ընդունել, քան մեծահասակները։ Դրա համար մենք դեռ շատ գործ ունենք մեծահասակների հետ անելու։ Մի փոքր էլ ուզում եմ բացատրել, թե ինչ է անհատական ուսուցման պլանը, որը գրվում է այն երեխայի համար, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։ Սա մի պլան է, որտեղ պետք է երեխայի համար անհատական չափորոշիչներ, գնահատման ձևեր եւ մոտեցումներ առանձնացվեն, որպեսզի մենք կարողանանք ունենալ անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի համար եւ գնահատել իրեն միջավայրում իր կարողություններով, հմտություններով եւ օժտվածությամբ։ Սակայն մենք տեսնում ենք, որ հաճախ այս փաստաթուղթը չի իրականացվում, չի իրացվում կամ նրան նույն կերպ լրջությամբ չեն մոտենում, ինչքան որ անհրաժեշտ է, բայց կրկին մենք ունենք կարիք անհատականացման կրթության, քանի որ եթե նայենք դարեր շարունակ, թե ինչպես ենք մենք մոտենում կրթությանը, մենք ցանկանում ենք, որ բոլորը ստանան բարձր միավորներ, բայց փաստացի չկա գերազանց հմտություն, չկա գերազանց պատկերացումներ եւ ուղղակի կան մարդիկ, ովքեր ունեն անհատական մոտեցումների կարիք եւ երբ մենք ուղղակի ընդհանրապես ընդունենք բազմազանությունը, մենք կկարողանանք նաեւ ընդունել հմտությունների տարբերությունները եւ այս իմաստով եւս եթե նայենք ավելի իրավունքահեն անհատական ուսուցման պլանը շատ կարեւոր է, քանի որ մենք երեխային փոքրուց սովորեցնում ենք, որ դու ուղղակի ունես անհատական հմտություններ եւ ոչ ուղղակի թերի հմտություններ եւ այլն։ Այս պահին երեխային օգնելու համար մենք նաև ունենք ուսուցչի օգնականի ինստիտուտը կրթության մեջ, որը կրկին շատ կարևոր դեր ունի երեխայի կյանքում, սակայն ես կարծում եմ, որ երեխային նաև անհրաժեշտ են այլ մասնագետներ եւ շատ ավելի խորքային վերլուծություն ու կարիքի գնահատում յուրաքանչյուր երեխայի համար, ինչպես նաև ես կարծում եմ, որ դեռևս շատ հաճախ մենք կարիք ունենք ծնողների եւ ծնողավարման մասին դասընթացների եւ տրեյնինգների իրենց հետ եւ ես կարծում եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր խնդիրը կրում են կամ ունեցել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, իրենք կարող են բարձրաձայնել եւ իրենց փորձառությամբ փոխել շատ ու շատ մարդկանց վերաբերմունք, քանի որ 20 տարի շարունակ մենք դա արել ենք եւ փաստացի հասել ենք շատ լավ արդյունքների։ Ես ուղղակի խորհուրդ կտամ, որ մարդիկ երբ լսում են ներառական կրթության մասին, մտածում են հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, մի պահ ուղղակի այսպես փորձեն մտածել, թե իրենք որպես անձ ինչ են անում, որպեսզի այն երեխան, ով կարիք ունի ներառվելու,
ավելի հեշտ ներառվի։ Ինչ եմ անում ես, որ այս աշխարհը դառնա ավելի ներառական, քանի որ յուրաքանչյուր անձ իր միջավայրում թերևս ընդամենը իր կողքինին ասելով, որ պետք չէ պիտակավորել երեխային այս բառերով, մենք կհասնենք արդյունքի, քանի որ մեկ հոգին կարող է փոխել 5 հոգու կյանք եւ 5 հոգին կարող են փոխել 10 հոգու կյանք։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է մի փոքր պատրաստակամություն եւ իրազեկվածություն, որի համար հաշմանդամություն ունեցող անձին աջակցել եւ իրենց կողքին լինել միշտ պատրաստ են։ Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ մենք միշտ օգտագործում ենք նաև հաշմանդամության դեպքում հաշմանդամություն ունեցող երեխա կամ անձ տերմինը, հաշվի առնելով անձը եւ ոչ թե նրա առանձնահատկությունը, եւ եթե շփվում ենք երեխաների հետ, կարեւոր է որ չօգտագործենք այնպիսի տերմինոլոգիա կամ այնպիսի բառեր, արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական թվալ, եւ նաեւ հիշենք, որ ներառական կրթությամբ սովորող կրթության առանձնատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մյուս կողմը առողջ կամ սովորական երեխաները չեն, այլ երեխաներ են, ովքեր չունեն հաշմանդամություն կամ չունեն որևէ առանձնատուկ պայմանների կարիք։ Իսկ եթե խոսում ենք սահմանափակումներից եւ հնարավորություններից, ապա չկա գեթ մեկ հոգի այս աշխարհում, ով ունի անսահմանափակ հնարավորություններ եւ սահմանափակումներ։ Եվ յուրաքանչյուր մարդ ընդամենը ունի սովորելու տարբեր ձևերի, աջակցության եւ մոտեցումների կարիքներ, որոնք ընդամենը անհրաժեշտ է հաշվի առնել եւ տեսնել մարդուն եւ ոչ թե նրա կարիքը։